Մենք ինչպես եմ խոստացել էի ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի YouTube-յան էջում։ Իմ հյուրն է ազգային ժողովի անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Կարևոր օր է, չնայած ինչ որ ամեն Նիկոլը որևէ առումով կարևոր չի կարող լինել, բայց հույս կա, որ կարող է շրջադարձային լինի այն իմաստով, վարժական կտա արժևում արտահայտ ընտրություններն են, եթե անգամ այս ընտրություններով շատ մեծ անհեսու փոփոխություններ չլինի, այնուամենայնիվ, ինչպես ասում են, անիվը պտտվում է եւ վստահ ենք, որ ամիսների ընթացքում երկիրը կանգնելու է բոլորովին նոր իրողության առջև, այնպես որ շատ ծանր բարդ, շատ ես կարծում եմ, պարոն Պետրոսյան, շատ ավելի բարդ ծանր բան փուլ է մեզ սպասվում, որովհետեւ այս ավերակների վրա ես չեմ պատկերացնում, այսինքն մարդը ինչքան պիտի խիզախում ունենա, չէ, կամ աշխատասիրություն, որ կարողանա այս ավերակներից ինչ որ բան փորձել փրկել, որովհետեւ իսկապես ավերակ աղետ ողբերգություն ինչ ասես իր հետ բերեց ու թողեց Նիկոլ Փաշինյանը, հիմա վստահաբար կարող եմ ասել թողեց, որովհետեւ ես նոր նախորդ հյուրիս հետ այսպես ասած մի քիչ համաձայնեց, իմ հետ մի քիչ չէ, ես կարծում եմ այդ 2% որ ինքը ձեռք պիտի ստանա Նիկոլ Փաշինյանը, դա էլ է մի տեսակ ամոթ ու աբսուրդ, եթե պիտի այսքանից հետո ասում են 2% ձայն ունի, եթե 2% ձայն ստանա, բայց տեսեք մարդը համառորեն այսօր 3 գնում է գյուղեր, հայտարարություններ է անում, ինքն իրեն ներշնչում է, չգիտեմ ինքը ով է, հələ դեռ փոփոխություններ պիտի անի, այսօր անամոթաբար ազգային ժողովում քիչ առաջ խոսում էր աննախադեպ ձեռքբերումների մասին, թե ինչ են ունեցել մենք այս 3 տարիների ընթացքում։ Ձեզ այդ զրույցները ինձ համար շատ հեշտ է, որովհետև եթե նախնական ինչ-որ խոսք ասում եմ, դրանից հետո դուք շատ կառուցված ձեր խոսքը, այսպես ասած, տամ եք, ես ձեզ չխանգարեմ։ Շնորհակալություն։ Նախ որ ասում եք 2%, հիմա եթե Նիկոլ Փաշինյանը հանգարց հետևի, ինֆարկտ կհասնի։ Դուք կարծում եք ավելին է ստանալու։ Ոչ, նա եթե օբյեկտիվ ընտրությունների կարող է 1% էլ չհավաքի, ինչի մասին է խոսքը։ Հիմա ձեր թույլտվությամբ հատ ես ուզեմ համակարգված ելույթ ունենալ Փաշինյանի ցուցակից պարզ է լինելու իր նպատակը։ Տեսեք, որովհետև ասեկոսեներ կան, որ նա ասեկոսեներ, սա ես որպես փաստ իրավունք չունեմ հնչեցնել, որ նա պատրաստվում է ցուցակ ներգրավել գործարարների։ Հիմա սա ինչով է ուշագրավ։ Հիշում եք, որ ինքը այն որ Ղժղժան ընդդիմադիր մանդատակիր էր, ինքը խոսում էր գործարարներից քաղաքականությունը զատելու մասին։ Հիմա ես իրան հարց եմ տալիս այդ անլավա անձնավորությանը։ Այդքան որ խոսում էր գործարարները, դու հիմա գործարարների վրա չես հենված, այդ տղա։ Քեզ մի հատ խելքը գլխին մարդ հիմա նկատի ունեմ ոչ բիզնեսի մեջ թաղված, քաղաքական, իրավական, տնտեսագիտական, սոցիալական, առողջապահական որևէ ոլորտում ինքնահաստատված մարդ կա, որ քեզ սատարի։ Ով են այսօր իր ընտրազանգվածը։ Գնում է գյուղեր, հիմա ես այդ մասին հեսա հատ խոսել եմ ձեր թույլտվությամբ, եթե ժամանակը ների։ Գնում է գյուղեր, ինչքան կիսախելագար, ինչքան կասկածելի բովանդակությամբ անձնավորություն կա, մոտեցնում են միկրոֆոնին, դու մեր տերն ես, դու մեր աստվածն ես, ամոթա ուղղակի հասկանում եք, Նիկոլ Փաշինյանը կործանել է արդեն Հայաստանը։ Ես անձամբ շնորհակալություն եմ հայտնելու այն մարդուն, ով որ իսկապես պատրաստակամությունը հայտնելու երկիրը այս վիճակից դուրս բերի։ Ես էլ կանգնելու եմ իր կողքը, անազգանունը, Անժելա ջան, անազգանունը կապ չունի, հասկանում եք, մենք երկիր ենք կորցնում։ Ինչ որ մի 2-3 անգրագետ, չգիտեմ ինչ չեմ ուզում այտենց բան անել, շատ կոպիտ արտահայտվել։ Հավաքում են, դու մեր տերն ես, դու մեր աստվածն ես։ Երեք մեկ ասում է դու մեր Անդրանիկն ես։ Արա եթե Նիկոլ Փաշինյանը Անդրանիկը, ես այդ Չապաևն եմ։ Ասենք ինչ ասեմ։ Այ անամոթ Գոնե պատիվ ունեցի, այդ արտահայտություն անողին ասա, որ գիտեք ինչ, հարգելի տիկին։ Տեսեք, ես հեսա հատ կանդրադառնամ, Անժելա ջան, հատ կանդրադառնամ։ Ուրեմն տեսեք, սա ինչ կուրս է վերցրել ես բանը, Բայրակթարը, դե գիտեք, ինքը Բայրակթարն է, Նիկոլ Փաշինյանը Բայրակթար է, վերևից կախված բան է, վտանգ է, սպառնալիք է։ Ուրեմն ինչքան նամուսով պաշտոնյա կա հետապնդում է։ Եվ գործող, եւ նախկին։ Հիմա համ գործողների մասին խոսեմ, համ նախկին։ Թաթոյան Արմանինը չես հետապնդում, արա։ Որովհետեւ Նիկոլին եմ ասում, արա, այդ տղա։ Ինչես դու
Թաթոյան Արմանին հետապնդում Անժելա ջան։ Սիների իրավունքն է պաշտպանում։ Տեսեք։ Գերիների իրավունքն է հայ, գերիների իրավունքն է պաշտպանում։ Ես երբեք, դուք գիտեք, մենք շատ երկար ժամանակ է որ իրար ճանաչում ենք, ես կյանքում ոչ այդպես մարդ եմ, որ ելեմ մեկին հաջողանա, մեկին Թաթոյան Արմանը իմ ուսանողն է եղել, իմ ընկերն է հիմա էլ, բայց նա ամենա արդյունավետ պաշտպանն է, ես չեմ ուզում հիմա այս արտահայտությունից որևէ մեկը վիրավորվի, բայց այսօր ով կարա ուրանա Թաթոյան Արմանի դերակատարությունը մեր ռազմագերիների վերադարձի եւ մյուս հարցերում։ Արա դու ով ես որ Թաթոյան Արմանին ցույցում ես տալի քում երկու լնգու լաված падգամավոր, հելում ասում են, բա անուն են, կպոզուկո պոչ են կպցնում, այս չգիտի, այն անում, այն չի անում։ Արա Թաթոյան Արմանի նման պաշտպան մարդու իրավունքների Անժելա ջան, ամբողջ մոլորակի վրա Իշքան պետություն որ գիտեք կցանկանային կերազային ունենալ։ Այդ ձևի անշախտիր մանավանդ այդ տաղու հիմնարկի բյուջեն ուզում էին կրճատեն, գիտեք, պաշտպանի գրասենյակի, բայց ինչ ավելացնենք, արա ձեր գոմիկ ու բանը անգրագետ նախարարների ապարքեվավճարներ եք ուզում ապահովեք, արա պարզապես չեմ ուզում շատ կոպիտ արտացել, բայց չեմ էլ կարող կրքերս զսպել։ Ուրեմն երեք կարդացի մի լուր համաձայն որի Վերջին 4 ամիսներին Հայաստանից անվերադարձ դուրս են մեկնել 76600 մարդ։ Արա, այդ տղա, Նիկոլի, դες որ ասեմ արա այդ տղա, իմացեք իրան է ուղղված։ Դու ես ինչ քաղաքականություն ես իրականացնում։ Բա քո հեղափոխությունից հետո պետք է ներգաղթ լիներ, պետք է ներդրումներ։ Արա դու հասկանում ես այդ տղա 76000 մարդը Հայաստանից արտագաղթելը Անժելա ջան, սա ազգային անվտանգության սպառնալիք է։ Կապ չունի անձերը մի կողմ, ցավը տանը։ Սա ազգային անվտանգության սպառնալիք է։ Այո, նա ունի հայակործանման խոստացած ծրագիր, ես արդեն դրան եմ հավատում։ Իհարկե, ես որպես իրավաբան հարգում եմ անմեղության կանխավարկածը, բայց Նաև երբ որ փաստերը գալիս են քեզ պատասխանի են կանչում, դու չես կարող կեղծես քեզ։ Համենայնդեպս ես չեմ կարող կեղծել։ Հələ ինչ ասում ես Բայրակթարի անվտանգության խորհրդի քարտուղար Կոչեցյալը, որը այնքան անվտանգության խորհրդի մասնագետ է, ինչքան ասենք ես չգիտեմ, ջրային լողի կամ եսեմ ինչի։ Հա, ասում եմ Սյունիքում խնդիրներ են եղել։ Դուք հասկանում եք սրանց անլուրջ վերաբերմունքը սահմանային իրադրությունների նկատմամբ։ Ասում եմ Սյունիքում խնդիրներ։ Արա ինչ խնդիր։ Մարդ են առևանգում, տարածքներ են զիջում, հանձնում։ Այո։ Ադրբեջանական դրոշները ամենագլխավորը մարդկանց կյանք են խլում։ Արցախում առանց ռուսական դրոշի մտնել այդտեղ է սրիկան, առանց ռուսական դրոշի չմտավ, չէ։ Հա, այո։ Ասում եմ բան չպատասխան։ Հələ ես սրանց երկրորդ այլանդակ հայտարարությունը, սրանով առաջի էջը իմ դավթարի ավարտեմ։ Ասում եմ մենք պետքա դադարենք Արցախի հարցի նկատմամբ զգայուն վերաբերմունք ունենալուց։ Արա, ձեզ ինչ, ես մի ամոթը որ հայ եմ, ուղիղ եթերում ենք, ամբողջ ազգաբնակ, ամբողջ հայ ազգը նայում է։ Դու գետին եմ մտնեք դուք, ոչ թե բանը զգայուն վերաբերմունք ունենա։ Այսինքն, այս երեխեքի գլուխը կերակ, սրանից հետո ոչ կարելի է զգայուն վերաբերմունք չունենա։ Բա ինչ անենք, մեզի այն օրը մի ընկեր շատ լավ համեմատություն արեց, լավ ինչ իմաստով դիպուկ, էլի ոչ թե սրտամոտ Ասում եմ մենակ միակ կենդանին տավարն է որ երեխուն մոտը մորթում են ձեն չի բանը որոճում է ինքը սրանք ուզում են այս ժողովրդին այդ վիճակին բերեն որ երեխու դեմը մորթեն ասես հարց չկա դուք լավն եք Նիկոլը մեր տիրականն է մեր փրկիչն է այ աննորմալ այ դասական աննորմալ ասեմ դադարենք Արցախի ես բառացի գրում եմ որ հանգարց որևէ մեկը այո մենք զգայուն վերաբերմունք Դադարենք ցուցաբերել։ Դե գնացեք, արա որովհետև իր տղեն հենց պատերազմը սկսելուց մի քանի օր առաջ ճողոպրեց Երևան։ Չհաշվեցին որ նա ինքնաթիռով գնում էր Սևանի իրաց դաչում ձուկ ուտելու։ Հիմա դրա համար բան է որ ասում է ցենը տակ տեղից է գալի։ Արա, այդ տղա, հիմի քո տղեն որ Արցախում էր, դու նման հայտարարություն կաներ, այ անամոթ ապիկար։ Ուրեմն Ես սկզբունքորեն դեմ եմ, որ ընտրություններ լինեն։ Ինչու, որովհետև առիթ ունեցել եմ ասելու, որ իրա օրոք ընտրություններ Անժելա ջան չեն կարող օբյեկտիվ անցնել։ Հասկանում եք, ես մարդ այսօր բաց այդ թքած ունի համադրության վրա։ Ինքը այսօր իրան ինքն հռչակել է վարչապետ,
վարչապետի պաշտոնակատար, որը բացահայտ մենք արդեն առիթ ունեցել ենք այդ մասին խոսելու եւ ստեղ այս եթերում նույնպես նաեւ շատ խելամիտ մարդիկ շատ հայտարարություններ են արել այդ ուղղությամբ եւ մեր կարծիքը համընկնում է, նա այսօր իշխանության յուրացման հանցակազմի այս մասնավորապես քրեական օրենսգրքի 300 հոդվածի երկրորդ մասի սուբյեկտ է։ Ես դեմ եմ ընտրություններին, ինչու եմ դեմ, նաեւ ախր հիմա որ անուններ տամ, չստացի որ ես անձնական բան ունեմ, բայց այս ընտրություններում եթե իրանք հաղթեն, վերարտադրվելու են Դանիել Հովհաննիսյանները, միասեռականները, կոմիկները, տրանսգենդերները, Ալեն Սիմոնյանները, միասեռականները, ասեք էլի։ դե ես չեմ տարբերում այդ միան որ նա տրանսը, ես դրանց մեջ չեմ խորացել, բայց ես գիտեմ որ դրանք մեր ավանդական արժեքներից շեղված բան ուղղությունների ներկայացուցիչներ։ Այդ ջանդամ թաքցնեն, սա ամբողջ հասարակությունը տենում է իրանք ով են ինչ են։ Սրանք են վերարտադրվելու, հասկանում եք, իմ համար ստե Նիկոլ Փաշինյանի անձը կոնկրետ այդքան բան չի, ինչքան իր կողքի մարդիկ։ Դուք տեսեք ովքեր են շարունակելու պատերազմական վիճակում գտնվող Հայաստանի կառավարման գործը։ Ալենները, տրանսգենդերները, այդ չգիտեմ ինչ է այդ այն մյուսը։ Այն Դանիել Հովհաննիսյանը ինչա, ինձ էլ դատի է տվել։ Հիմա նայեք սրա բայրակթար, ես որ ասեմ բայրակթար, ես նկատի ունեմ իր պետականակորձան գործունեությունը։ Սա ընկել է հիմա ինչ առողջ համակարգ որ կա, ընկել է իրանց հետևից։ Զորօրինակ դատական համակարգը։ Ինքը քանի որ Նիկոլ Փաշինը, գիտեք, ես Յանը չեմ ասում, որովհետև նա թուրքական այդպես մղումներ ունի, Նիկոլ Փաշին, Թուրքի ազգանուն է։ Փաշինը քանի որ ատելություն ունի այն համակարգերի նկատմամբ, որոնք լրիվ չեն տրվել իրեն։ Հիմա գրող է սկսել։ Հիմա ասում եմ ես բոլոր բան ինստիտուտները, միակ ինստիտուտն է կոռուպցիոն։ Էնել դրա դեմ ես բան եմ արել, պայքարել եմ։ Ուրիշ բան ինքը ժառանգություն չի ստացել։ Ուրեմն երթվում եմ անձամբ որևէ գործնական բնույթի հանդիպում չեմ ունեցել ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, հանրապետական կուսակցության, չգիտեմ, նախկին թե ես հիմա չեմ կարող ասել գործող անդամ Ռուբեն Հայրապետյան, որևէ անձնական մտերմություն չունեմ, օբյեկտիվորեն։ Արա Նիկոլ, դու որ խոսում ես Սահմանադրության մասին, օրենքների մասին, օրինականության մասին, Սահմանադրության մեջ ի՞նչ է գրած, իշխանությունների տարանջատման սկզբունք, չէ՞։ Ինչ գործ ունի քո խորհրդականը թելադրի նախաքննության մարմնին որոշումների բովանդակություն։ Ինչ էր անունը։ Աննա Վարդապետյան իմ ուսանողին է, ես որպես ուսանողի շարունակում եմ իմ հարգանքը տածել, բայց այա, Նիկոլ, դու չես ամաչում, դու խոսում ես օրինականությունից, եւ քո խորհրդականը, օգնականը, չգիտեմ, Աննայի հաստիկը ցույցում է տալիս քաղաքական հետապնդման ենթարկվող Ռուբեն Հայրապետյանի եւ իր տղայի նկատմամբ քրեական գործով նախաքննական մարմին։ Բա ո՞ր մնաց իշխանությունների տարանջատման սկզբունք, արա։ Այդ աղա Ուր մնաց իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Բա դու մինչև բանը պաշտոն ունենալը խժխժում էիր որպես ընդդիմադիր, բա հիմա խի չես խոսում այս մասին։ Հիմա էլ ընկել է գործող դատավորների հետևից։ Ով որ իր քիմքին անհաճելի որոշում է կայացնում, իսկ իր քիմքին անհաճելին ոչ թե հակաօրինականն է, այլ իր շահերին հակասողն է։ Սա պետք է տարբերել իրարից, որովհետև բոլոր այն դատավորները, ովքեր իր ծափի տակ պար չեն գալիս, Նիկոլ Փաշինյանը համարում է դարիչարիկ, սպառնալիք։ Ինքը ասել է, որ կայացել է այդ ինստիտուտը։ Դատավորների բանի դատական համակարգը իր ժամանակ է կայացել։ Ուրեմն հիմա մյուս հարցին նորից։ Ես գլխավոր դատախազին հարցադրումներ չարեցի, օբյեկտիվ պատճառ կար, բացակայում էի նիստից, բայց հարց եմ տալիս հիմա գլխավոր դատախազ Արտուր Դավթյանին։ Ինչու հիմա քրեական գործ չի հարուցված Նիկոլ Փաշինի նկատմամբ իշխանության յուրացման մեղադրանքով ակնհայտ հիմնավորված մեղադրանքա։ Ինչու աղջիկա մի քիչ վատ եմ զգում, իմ էլ ուսանողին եղա, բայց դե անձի հարց չի, Անժելա ջան։ Երևույթը համարենք Աննա Վարդապետյանը չի։ Ինչու քրեական գործ չի հարուցված նախաքննությանը միջամտելու հետ կապված Աննա Վարդապետյանի նկատմամբ եւ ինչու նախաքննություն չի կատարվում, քննություն չի կատարվում, թե ինչու է քո ինչ կարգավիճակով է քո կինը մեկնել
բունկերներ եւ այնտեղից գեներալներին հանձնարարություններ տվել։ Ես այդ հարցերի պատասխանը ուզում եմ ստանալ։ Մի բան ասեմ, ես իհարկե երեք էլ մասնակցում էի երկրորդ նախագահի շուրջ համախմբված մարդկանց հավաքին, այսինքն անձամբ մասնակցել եմ, բայց չեմ ուզում թերագնահատել որևէ մեկի թերը, արժանիքը, արժեքը, բայց մի բան ասեմ, տեսեք, ուրեմն այս Նիկոլ Փաշինյանը, քանի որ շատ վախկոտ գյադա է, ուրեմն սա մենակ մի սուբյեկտից է լավ վախենում։ Ընտրությունների օրը, եթե իհարկե հունիսի 29-ին մենք այսօր կտեսնենք հələ կայանում են թե ոչ, ես չեմ հետևել, եթե ընտրությունների օրը վերահասնի, Ռուսաստանից մի երկու ազդեցիկ դեմ գալիս է, ինքը կուրկուրի ձագի նման, որ նստում է դեմները, ասենց խեղճացած, օրորված, տրորված եւ այդ երկու հոգի գալիս են բրծավ ընտրությունները օբյեկտիվ անցնում է։ Ես իհարկե անկախության տեսանկյունի, ինքնիշխանության տեսանկյունի առումով գուցե լավ բան չեմ ասում, բայց եթե այստեղ զոհասեղանին դրված է Հայաստանի հայ ժողովրդի փրկության խնդիրը, ես պատրաստ եմ որպես իրավաբան որոշ սկզբունքներ շրջանցել։ Ասում եմ, Ռուսաստանից երկու ազդեցիկ, տեսակ Լավրովի առաջ ոնց էր ոլորվել Նիկոլ Փաշինյանը։ Խղճմտանք էր առաջացնում։ Հիմա այդ օրը, ընտրությունների օրը գալիս են Ռուսաստանից երկու ազդեցիկ դեմ, նստում են տեսեք ինչ կուրկուրի ձակ են, ոչ հսկի, ոչ ոստիկանությանը հանձնարարություններ կտա, ոչ ազգային անվտանգությանը։ Ուրեմն բանը, հլա տեսեք սրա ամբարտավանությունը։ Երեք Սողոսկեր էր Գեղարքունիքի մարզ։ Ինչ է ասում սա։ Ասում է, մենք աշխատանքը պետք է խրախուսենք։ Ինձ նամակ է գրել, ես անուն ազգանունով, եթե անհրաժեշտություն լինի կհրապարակեմ, որովհետև ես ի տարբերություն Բայրակթար Նիկոլ Փաշինյանի երբեք բանսարկությամբ չեմ զբաղվել, ես անուն ազգանունով կհրապարակեմ ինձ դիմաց քաղաքացու բողոքը։ Ինքը ընդամենը ուրեմն ֆլեշմոբ արել, որ թուրքը մեր թշնամին է, եւ այս մարդուն կանչել են, ասել են դիմում տուր աշխատանքից ազատվի։ Երիտասարդ աղջիկ բժշկուի, հասկանում եք, այս Նիկոլիկը խոսում էր օրինականության, մարդու իրավունք, արա այդ տղա, այսօր քո իշխանության պայմաններում երիտասարդ որակյալ բժշկուհուն իրա էնել որ ասեմ քաղաքական բնույթի ինչ որ հատուկ հայտարարություն արել, ոչ, ընդհանրապես ֆլեշմոբը կիսել է այդ էջի բովանդակությունը, որ թուրքը իմ թշնամին է։ Արա, դու թուրքին իրան թշնամի համարողին այդ տղա, հրահանգում ես աշխատանքից ազատել։ Դու вообще դու թուրքից բետար ես, Նիկոլիկ, դու թուրքից բետար ես։ Այնտեղ էլ մեկը, դե պարզ է, դրան ով է դիմավորողը, ո գիտակից զանգվածը դրան չի դիմավորում։ Ասում է, դուք Անդրանիկն եք մեր օրերի, դուք հասկանում եք Անդրանիկին ում հետ են համեմատում։ Ես էլ ասեցի, եթե ինքը Անդրանիկն է, ես էլ Չապաևն եմ։ Ես չգիտեմ ինչքան եմ նման Չապաևի։ Հաջորդը։ Ասում է, մենք ձեզնից գնում է այս ամբարտավան Նիկոլը, ինչ է ասում Գեղարքունիքի մարզում։ Ասում է, մենք ձեզնից ոչինչ չենք գողացել։ Խնդրում եմ, հարգելի հայեր, թախանձագին խնդրում եմ, ուշադիր եղեք այս ամբարտավանի ստորության աստիճանին։ Ասում եմ, մենք ձեզնից ոչինչ չենք գողացել։ Արա, դու մինչև հիմա շատ ապրեք։ Մինչև հիմա, այդ աղա, դու չկարացել գույքը մարդկային կապիտալից տարբերել։ Հայաստանի սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն մարդն է Հայաստանում բարձրագույն արժեքը։ Այս մարդը այս երեխեքին խլեց իրանց ծնողներից։ Ասում եմ, ես ձեզնից ոչինչ չեմ գողացել։ Արա դու գող չես, դու ավազակ ես, արա։ Դու մարդկանց տների լույսը տարար, այսօր ամբարտավանորեն եկել ես կանգնել ես այդ զոհված երեխեքի ծնողների առաջ։ Այ փսլենքոտ։ Դու ասում ես ես ոչինչ չեմ գողացել։ Դու տարել ես իրանց ապագան։ Դու տարել ես իրանց հույսը, այն որ այդ երեխեն ծնվել է բարուրի մեջ փափագել են, փայփայել են։ Դու այդ ես տարել, դու ավելի մեծ բան ունեիր տանելու, այ փսլենքոտ։ Դու այսօր ելնում ես ասում ես ես բանը սեփականություն են յուրացրել, այս շենքն է սարքեն են արել։ Արա մինչև հիմա այդ անգրագետ։ Դու չկարացան։
Չէ ինքը Անժելա ջան, ես ասեմ, նա կարող է այսօր մի հատ քրեական գործով դատական ակտ վկայակոչել, որով դատապարտվածը իր ժամանակ, որ ինքը ղժղժում էր որպես ընդդիմադիր, որ ապացուցված լինի այսինչի կամ այնինչի պետական բյուջե Ով ինքն է վերցրել դատել։ Ուղղակի ասեմ, հարգելի ժողովուրդ, ես բորբոքված եմ խոսում, ներողություն եմ խնդրում, բայց ուրիշ կերպ հնարավոր չի։ Ես սեր չեմ եկել այստեղ բացատրելու, որ լիրիկայի ժանրի մեջ տեղավորվեմ, բայց Անժելա ջան, դուք հասկանում եք սրա խուժանության աստիճանը։ Ասում եմ ես դեզնից ոչինչ չեմ գողացել։ Արա դու գողացել ես իրանց երեխեքին։ Ես այսօր այտենց օր չկա, որ հուզմունք չապրեմ։ Մեր հողերն ես հանձնել, դրանից ավել դու ինչ վնաս կարայիր տայր։ Հələ մի ղեկավար վկայակոչեք, որ իրանից շատ վնաս է տվել, հա, եղել են ղեկավարներ, ովքեր ասենք թե ոչ հեռատես կառավարման արդյունքում եւ այլ վնաս, բայց այս ձևի վնաս են պատճառը 7000 երեխու գլուխ ես կերել դու արա Համալիրա տվել Թուրքիա։ Այդ աղա, 7000 երեխու գլուխ ես կերել, այ ամբարտավան, հələ ասում ես դեզից բան չեմ գողացել, ես պարզապես չեմ ուզում մեր հարգարժան ազգաբնակչությունը վիրավորել, նեղացնել, բայց ես զարմացած եմ, Անժելա ջան, դրա համար էլ հերթական անգամ ասում եմ, սյունեցիների ցավը տանեմ։ Երեք իրան պետք է լարեին Գեղարքունիքի մատույցներից։ Ոչ թե գնացածը դու մեր փրկիչն ես, մեր անդրանիկ զորավարն ես, արա այն ուր, զորավար ալելուր։ Ես էլ գապել հրեշտակապետն եմ։ Այդքան է հավանական։ Հիմա սրա բանը հələ Ասում եմ մենք կռիվը կորցրել ենք, կանգնեցրել ենք ժամանակին, երբ հասկացել ենք, որ հələ սրա խուժանություն է։ Չեմ ուզում շատ կոպիտ արտահայտվել, ասում եմ մենք կռիվը կանգնացրել ենք ժամանակին, երբ հասկացել ենք, որ դա կործանարար բնույթ ունի։ Արա, այդ թաթալաբաց, այդ 7000 երեխու գլուխ պետք է ուտեիր, նոր հասկանայիր, որ կռիվը պետք է կանգնած։ Այդ տղա Այ ինչ չգիտեմ ինչ ասեմ սրանան, արդեն էլ չեմ դիմանում։ Դու իբր թե գերագույն հրամանատարն ես, չնայած ես նորից եմ ասում սահմանադրական կարգի խախտմամբ, որովհետև գործող սահմանադրության համաձայն հրամանատար կարա լինի, եթե ազգային ժողովը պատերազմ հայտարարելու որոշում ունի։ Նման որոշում չի եղել, բայց հիմա դու քեզ հրճակել ես հրամանատար եւ որպես փող հրամանատարը կնոջդ գործողել ես բունկերներ։ Արա դու Այդ աղա, երբ հասկացար, որ այս պատերազմը կործանարար է։ Երբ խոստացած Վլադիմիր Պուտինը, մեր ռազմավարական հիմնական գործընկեր երկրի ղեկավարը, իմ կողմից շատ հարգված, լուրջ քաղաքական գործիչ, մարդը իր բերնով ասել արա, քեզ ժամանակին ասել են, դադարեցրա պատերազմը։ Հələ սրա սրիկայությունն է։ Պետք է դու 7000 երեխու գլուխ ուտեիր, 10000-ից ավել հաշմանդամություն ունեցող մարդ տայիր։ 3000-ի հասնող ռազմագերի ու անհետ կորած դու նոր հասկացար արա երեխեքի դիակներն է միջև էսօր սրա նման ամբարտավան մոլորակը չի ծանել հիմա հələ սրա խուժանությունը ասում եմ ցավալիորեն երեկվա ելույթում ասում որ որպես մայիսի 9-ի ելույթ բարբաջում էր այն Բարբաջանյան Արմանի նման բարբաջում էր ասում եմ ցավալիորեն Շուշին մեր հետ չէ եւ մենք սքում ենք նրա գերությունը։ Դուք հասկանում եք սրա խուժանության աստիճանը։ Արա դու այն էիր, որ հելար ազգային ժողովի թիվ 1 ամբյոնից։ Այ անլվա։ Կանգնել ասիր Շուշին դժգույն քաղաք է, Շուշին մեր ինչին էր պետք։ Այսօր մայիսի 9-ին, քանի որ իր համար նախընտրական շրջան է։ Սա հելեն ասում է, ես բառացի գրել եմ, էլի, որ ավելորդ բաց ցավալիորեն Շուշին մեր հետ չէ, եւ մենք սքում ենք նրա գերությունը։ Արա հիմա պարկեշտությունը, այդ եմ ուզում ասեմ, તો ստի։ Մի ասա։ Չեմ, հա, դե չեմ ասում։ Ինչ է։ Ուրեմն տեսեք։ Գնացել է երեկվա այդ բանը, Մարտունիում, Գեղարքունիքի մարզի որ համայնքներ, Ծովինար, եթե չեմ սխալ։ Ուրեմն ժպտալով խնդրում եմ այդ համայնքի Ոչինչ, չէ, դե մենք մարդը այնտեղ մենակ ու այդ մարդիկ չեն ապրում, Անժելա ջան, դե նաև կան մարդիկ, որ թքում են իր այրեցին։ Ուրեմն Ծովինար համայնքում թվարկում է մեր զոհված երեխեքի անունները ժպտալով մի հատ խնդրում եմ նայեք։ Ասեք թող հետ տան նայեք։ Ժպիտը դեմքին, այս ամբարտավան փնթին
թվարկում է մեր զոհերի անունները։ Ժողովը չենք Խնդրում եմ մի հատ նայեք։ Զոյաներին չգիտեմ մի հատ այնտեղ աղբուկա ինչ է իրան դրանները բացած ազգային ժողովի քիչ է։ Ուրեմն ինչ է երեք սա ասում։ Երեք ինչ ասած խոսացել է, սա չգիտեմ ինչի ազդեցություն տա։ Բառացի ասեմ։ Մի քանի ամիս է հետ եմ գնում, առաջ եմ գալիս, նախ սա ինչ գործողությունն է, մի հատ սկսենք դրանից։ Կարող է հետ եմ գնում, առաջ եմ գալիս, ինչ վարժություն եմ անում, այս դու ինչ վարժություն ես, կարող է մի բանկա խաբար չենք։ Հետո առաջ անելու էլի իրար։ Հետո ինչ ասում եմ, ես գտնում եմ, որ մեր անցած ճանապարհը մենք պետք է անցնեինք։ Հələ այս խուժանին նայի։ Այսինքն ինքը հետո առաջ արե, չգիտեմ ինչ պոզայով, ուրեմն վերջում գալիս այն եզրահանգման, ասում եմ մենք մեկը պետք է ճանապարհ անցնենք, նախընտրական կաշառք է խոստանում, Պապիկյան Սուրենին, այն չգիտեմ որ նախարարն է, ասում է ասա այս ճամփեն երբ են սարքելու, ոնց որ Արագածոտնի մարզում։ Ես ամեն օր ասում եմ մեր փողոց էս Կոմիտասի Վաղարշյան բան, ինչ որ տարին մեկ գալիս քանդում են ասֆալտապատում, քանդում են ասել, հետո ասում են ամենաբան փողերը այդտեղ է, չէ՞, ասֆալտից վերցած։ Հա ինքը դեռ կառավարության նիստին ասում է ասֆալտի անունով երթվում է։ Իրավոր անդամները խեքունի Հիմա այս ամբարտավանը Պետրոսյան դրա մասին ասեք։ Ասում է։ Դրա ժամանակն է։ Նորմալ ասֆալտը քանդում են, նորից ասֆալտ։ Անժելա ջան, այս մարդը Նիկոլ Փաշինը, նա երբեք որպես արժեք չի կարողացել իրարից տարանջատել ասֆալտն ու մարդկային կապիտալը։ Նորից եմ ասում, հələ սրա ասածը, այս անգրագետի։ Ուզմանզի տանի դատի տա ինչ ուզման, ես ինչ մտածում եմ տի ասեմ։ Կարող է սա վերջին ելույթն է, տով ուզմա դատի տա։ Ասում է, սա մենք այս ճանապարհը պիտի անցնենք։ Արա, այ ամբարտավան, այ անսիրտ, այ անաստված, այ բայրակթար, այ թրքապաշտ։ Այս ճանապարհը այդ երեխեքի գլուխ ուտելն էր։ Խի դու եթե այդքան ճանապարհից հասկացող էիր, այ ոչնչություն։ Խի չէր այս ամեն ինչի դեմ առնում, որ պետք է այդ խեղճ ընտանիքների 7000 ընտանիքի լույսը մարեիր ու ասեիր մենք այս ճանապարհը պետք է անցնենք, դե տղուտ վերով անցնեիր, արա է։ Տղուտ վերով որ կանաչ նասկիներով բանա նստում, բանը փարթի անում, կաֆեներում, արա։ Խի այդ խեղճ երեխեքի գլուխը կերար դու։ Ուրեմն հրասարան, սա չի համաձայնեցնում ընդհանրապես իր թիմի եւ իր ասելիքը։ Ընդդեմ իր այն անվտանգության խորհրդի քարտուղար կոչված ունի։ Ըստ տարածվող ասաների ասում են դա էլ նորմալ մարդ չի։ Նա ասում է մենք որ հարց է տալի լրագրողը, ասում է թուրքը մեր թշնամին է թե ոչ։ Սա ասում է բանը, դե մանևր անում էլի իր հաշվով, ասում է բա մենք պետք է վերանայենք այդ մոտեցումը։ Երեք գլխավոր փնթին հարցնում են, ասում են թուրքը թշնամին, նայեք ինչ ասում, ես հաթաթ գրել եմ, որ ես ես ինչ եմ գրում, ոչ թե իրան նման շպարգարկային բան, որ ես պարզապես բառերը ցիտելու համար, բառացի որ չասեն բանսարկությամբ, ասում է իհարկե թուրքը մեր թշնամին է։ Այսինքն իր անվտանգության խորհրդի քարտուղարը մի ուրիշ կարծիքի է, զինված ուժերի գերագույն հրամանատարը ուրիշ կարծիքի է։ Իբր պետության Մատուցել իրանց նվերն էլ բոլորովին ուրիշ կա։ Ես այդ անձնավորության անունը ընդհանրապես չեմ տալիս։ Հիմա ինչ է ասում գլխավոր բայրակթարը։ Սա հարցերը խաղացել ենք սա խաղերը, մնացել էր Պարուր Սևակի անունը մխտարել։ Երեք իբր գրականություն է կարդացել բայրակթար էլի Նիկոլ։ Ասում է մենք ոնց ասում Պարուր Սևակի խոսքերը ընկել ենք, բայց չենք ծնկել։ Արա դու չես ծնկել, արա։ Հələ մեկ քուն նկարանունները նայ այդ տղա։ Դու համ Թուրքիա առաջ ես ծնկել։ Համ Ալիև կոչեցել այդ փնթիշան առաջ։ Դե ռուսների առաջ էլ չասեմ։ Դու չես ծնկել, արա։ Ոնց որ ասեմ, ես այսօր ջուր չեմ խմել։ Չեմ խոսացել, են էլ ես, ոնց կարամ չխոսամ։ Հիմա այս ամբարտավանը հելելա, ես չգիտեմ, Անժելա ջան, գիտեք ինչի վրա եմ զայրացած, զարմացած։ Սա իրան թվում է թե իրանից բացի ոչ մեկ ոչինչ չի հիշում։ Շատ դեբիլ են էլի։ Այո, մտակորույս, չեմ ուզում տենց վատ բառ ասել, դեբիլ։ Ինչի դեբիլը չէ, մտքի թե Դե իրան թվում է որ մենք չենք հիշում ինքը ինչա խոսացել, ինչա խոստացել։ Արա դու որ խոստումն ես կատարել, այ տղա։ Մի հատ հələ ես քեզ հարց եմ տալի, որպես ոչ թե падգամավոր, ես որպես Հայաստանի քաղաքացի։ Արա Նիկոլ, մի հատ քո խոստում ասա նախընտրական, որ դու ի կատար ես ածել։ Ուրեմն հələ սրան, էլի սրա այն վախկոտ նապաստակ։ ասեց 0 ինչի չի կատար, ասեց 0 կետից ինչ ասեց 0 կետ
Գնաց ոչնչացրեց եկա։ Ուրիշ բան եմ ասում։ Հա։ Ինքը իբր լրագրող է եղել։ Նա լրագրող չի եղել։ Նա այնքան լրագրող է, ինչքան ես տանկիստ։ Այդ չի հարցը։ Բայց սա ինչ արհամարանք ունի լրագրողների նկատմամբ։ Դուք երեք վստահ եմ տեսել եք։ Ես չեմ կարող։ Եռաբլուրում չէ, իրան նայել է ինքը օկատավ չի որ նայես, իրան նայում ես զզվանքդ գալիս է։ Այդ չի հարցը, բայց եռաբլուրում դուք տեսաք նա ոնց էր իրա բանին, այդ թիկնազորին հանձնարարել, որ իրան մոտ չթողնել լրագրողներին։ Այ տղա, բա դու եթե մի երկրի ղեկավար ես, որտեղ սահմանված է, որի սահմանադրությամբ սահմանված է բանը լրատվական ազատության սկզբունքը, որտեղ գործում է օրենք, քրեական օրենսգրքի, եթե չեմ սխալվում, 164 թե 7-րդ հոդվածներ այդքան էական չի սպային, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար։ Դու էլ իբր թե նախկին լրագրող ես, դու գետինը չես մտնում, այդքան տղա չէ, իրար աղջիկ լրագրող մոտենում էր, հարցեր տալի պատասխաներ։ Երեք երևի կնիկը ջեշ տապել է։ Ասեն արավ խիր են մյուս քուք այն ինչա իր խորհրդականը մանե ինչա։ Հա, ոչմ։ Այն իրան որ խորհուրդներ ա տալի, ելն ինչ խոսա։ Խայտարականում, հա։ Մոդելի տվյալները։ Մոդելը ինչա, ինչ մոդել։ Հա, ես էլ չասեմ ողում։ Ուրեմն, սա առանց ամաչելու, այ տղա, գոնե դու հարգի լրագրողի մասնագիտությունը, որով դու իբր թե համալսան ավարտել ես, բայց չի ավարտել, անեշպրտել են դուրս։ Նիկոլին համալսանից հեռացրեցին իր պահվածքի համար, արա դու ամոթ չես անում, լրագրող աղջիկը մոտեցել է, օրինակ նայեք, ազգային ժողովի падգամավորի գործունեության երաշխիքների մասին Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի օրենքի համաձայն падգամավորի վարքագծի էթիկայի կանոններից մեկն էլ հարգալից վերաբերմունքն է լրագրողի նկատմամբ։ Հստակ գրած է, երեք Facebook-յան գրառում էի արել։ Արա դու լինելով իբր նախկին լրագրող, այսօր էլ ոչ բարով եւ ապօրինի վարչապետի պաշտոնակատար։ Դու չես ամաչում, դու падգամավոր վաղտդ խոսում ես լրագրողների իրավունքների մասին։ Հիմա էլ ոչ բարով պաշտոնակատար ես։ Դու չես հասկանում, որ լրագրողի հարցին պետքա պատասխանել։ Դա էլ քո գրագիտությունից է կախված, այ անգրագետ։ Դու ինչ կպատասխանես։ Դա քո ռիսկի վրա է, բայց ո՞նց կարելի է լրագրողը հարց է տալի։ Ախրանային գցել է մեջը, այդ տղեկներն են երևի հիմա ամենից երևի ինքնասպանություն են այդ ախրանիկներից։ Չեն ջոկում այդ խելագարի ձեռը ոնց վարվեն, ինչ անեն, ում թևերն էթան օլորեն, ում պարկացնեն պոլերին, ում չգիտեմ ինչի։ Գժվել են սաղ, գժվել են սրա ձեռը։ Ես որպես եթե այլ հարցեր չունեք, այ ավարտում ենք։ Այո, ես խնդրում եմ։ Չգիտեմ, ուզում ճշտել բոլորը արդեն քվեարկեցին, թե դեռ շարունակվում է, կա ինչ-որ բան։ Դա կրկես է։ Պատասխանում եմ հարցերին։ Ու գիտեք ում հարցերին է պատասխանում։ Չէ, ասեմ, իրանց քայլականների, սովոր ծրած հարցեր։ Հա, ասենք ինչ են հուշում աստղերը, ինչու է աղմկում գետը, էս դիրա, իրան ինչ հարցի։ Ես էլ եմ դեր, ես եթե հարկ համարեի, որովհետև ես կրկեսների չեմ մասնակցում, ես իրան տալու էի շատ կոնկրետ հարցեր, որ ոնց եք պատճառաբանում ձեր հանցավոր ինքնիրավչության վարքագիծը, այսինքն որ դուք սահմանադրության համաձայն իրավունք չունեիք ժամանակավոր պաշտոնակատար լինել եւ հիմա ինքնակամ ստանձնել եք, մարդ եք նշանակում, մարդ եք ազատում եւ վերջին հարցը, որը իրան ընդհանրապես ցանկացած մեկը պետք է տա, արա դու չես ամաչում, որ հələ ապրում ես։ Սա է իմ հարցը իրան։ Այս լավ նոտայի վրա հավարտենք, պարոն Պետրոսյան։ Շնորհակալություն։ Ես իհարկե շատ հարցեր ունեմ, բայց հույս ունեմ, որ առաջիկա օրերին նորից կհանդիպենք, ես իմ հարցերը կհնչեցնեմ։ Շնորհակալություն։ Խնդրում եմ մնալ մեզ հետ, մի քանի րոպեից մենք կլինենք ուր եթերում, իմ հյուրը կլինի ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զուրաբյանը։ Շնորհակալություն։